Սոցիալիզմ Հարթանք մեր Տեր Աստծուն Շոք Քրիստոսի բուզրուկ Հիսուս Քրիստոսի անունով Բենոմ է Իսայի Մասի որ երկին հնարավորություն ունեցանք իրար տեսնելու Và che dovore forzati doce hamigero bebinem նախ իրար համար ուրախանալու որ մեկս մեկի տեսնում են che برای اینکه همدیگه رو دیدیم خوشحال باشیم որտեղ այդ ուրախությունը դա այն Աստծո տված ուրախությունն է որ դու ես ընդունում Հիսուսին դու ես փրկությունը քեզ որպես փրկության ծածկոց փրկությունը քեզ համար ուրախություն ես համարել و این خوشی یک خوشی آسمانی است که هم شما نجات پیدا کردیم وسیله عیسی مسیح و هم ما با این خوشحالیم و همدیگه رو تبریک میگوییم تشویق میکنیم նույն ուրախությունը իմ մեջ է همون خوشی و خوشحالی در من است շնորհակալ եմ Տիրոջից شکر و متشکریم از خدای بزرگ դա ապացույցն է որ ես եւ դու Հիսուս Քրիստոսին ենք պատկանում و این ثابت میکنه یعنی من و تو پیروی میکنیم عیسی مسیح رو նրանից զատ ուրիշ մեկը չունենք غیر از اون ما دیگر نداریم որ կարողանա մեզ այդպես հարազատներ դարձնել که بتونه ما را اینطور نزدیک و صمیمی بکنه Գիտեք ինչ կա, ցանկացած մարդ երկրի վրա, որ մի գործ ուզում է անի, որը մենակ իրենով չի, ինչ որ մեկը պետք է օգնի, անպայման ծանոթ է պետք։ میدونین هر که بخواد یک کاری در دنیا انجام بده و خودش رو تنهایی بخواد انجام بده مشکلات روبرو میشه باید که دستیاران کمک کنندگانی داشته باشه Իրոք երկրներից երկիր մարդիկ գնում են, եթե ծանոթ կա, իրանց գործը շատ հեշտանում է։ وقتی مردم از کشوری به کشور دیگر میبینن و آشنایی دارن کمک کنندگانی دارن کارشون خیلی آسان به انجام میرسه Եթե անգամ այդ ծանոթը մի պաշտոնյա լինի, մի հարուստ մարդ լինի, مخصوصا این آشنا یک مقامی یک وضعیتی داشته باشه خیلی بهتر میشه եւ դու ոչ մի խնդիր չես ունենա, սա հարցերը կլուծվեն։ و تو مسئله این نداری همه مسائل حل میشه Եվ նմանապես երկին գնալու համար همونطور برای آسمان رفتن մեզ ծանոթ է պետք։ آشنایی یه میونجی برای ما لازمه Եվ այդ ծանոթը կա, որի անունը Հիսուս Քրիստոսն է, و این میونجی همون عیسی مسیح است որովհետև դա հանց ինքը այն անձնավորությունն է, որ ոչ միայն նա հարուստների հարուստն է, و اون کسی که نه اینکه آشنا و ثروتمندان است նա տերերի տեր եւ թագավորների و թագավորն է։ خدای خدایان و پادشاهان است Բոլոր թագավորները գլուխ են խոնարհեցնելու իր առջև։ و برور تمام پادشاهان بر مقابل عیسی سر فرود میآورند Բոլորը իրանց ծնկները պետք է ծռեն Հիսուսի همه առջև։ باید زانو بزنند در جلوی او Եվ այն թագավորը, որ հավատում է, որ Հիսուսն է թագավորների թագավորը եւ ինքը իր երկիրը կառավարում է այդ օրենքներով, و اون پادشاهی که میبینه که عیسی شاهان و کشورش رو به کمک عیسی مسیح اداره میکنه այդ երկիրը միշտ օրտնված կլինի եւ պաշտպանված կլինի։ این کشور همیشه در برکت و در دفاع از خدا از اون کشور دفاع میکنه Քանի որ գիտենք, այսօր աշխարհիս վրա բոլոր թագավորությունները, բոլոր ազգերը խառնվում են իրար արդեն։ ما میدونیم که امروز در تمام دنیا تمام پادشاهان تمام کشورها در هم برهم شده جنگ‌های خیلی زیادی هست Դա պատճառը գիտենք, որ դա մեղքն է, علت این ما میدونیم که گناهه که اینطور رشد کرده որը տիրում է թագավորներից բռնած մինչև ամենավերջի մարդը, որը չի հավատում Աստծուն։ این گناه این رو که ریشه افکنده در تمام از شاهان گرفته تا بین تمام مردم ریشه داده این گناه Բայց Աստված ունի իր ծրագիրը փրկության ولی خدا برنامه نجات خودش رو داره եւ այդ ծրագիրը մինչև այսօր իրականանում է։
و این برنامه خدا تا به امروز داره عمل میشه. Եսայի մարգարության 52-րդ գլխում در نبوت اشعیا باب 52 այսպիսի խոսք ա գրված. Զարթնիր, հագիր զորությունը ով Սիոն, بیدار شو سیون و لباسهای زیبایت را بپوش քո փառավոր հանդերձները հագիր, و مثل اینکه لباسهایی که در جشن میپوشیم ով Երուսաղեմ սուրբ քաղաք, ای اورشلیم شهر مقدس որովհետև այլևս պետք է մյուս անգամ չմտնե քո մեջը անթլփատը եւ պիղծը. پنجاه چه آیاتی است برادر؟ Առաջ խոսքից. 52 میخونم که کانس کارتم اینو Ինչեւ երեք تیترشن خداوند اورشلیم را اورشلیم را آزاد می‌سازد. ای اورشلیم در قدرت و عظمت خود و عظمت خود برخیز. ای شهر مقدس جامعه زیبای خود را برتن کن. کافران و گناهکاران دیگر هیچ وقت به درون دروازه‌های تو وارد نخواهند شد. ای اورشلیم خود را آزاد ساز. اگر گرد و خاک برخیزد و بر تخت خود بنشین. ای قوم اسیر صهیون زنجیرهایی را که شما را به اسارت درآورده پاره کنید. Այս համարների մեջ մենք տեսնում ենք, որ խոսքը ուղղված է հրյա ժողովրդին, Երուսաղեմ քաղաքին, բայց հոգևոր առումով դա այն ժողովուրդն է, որ Հիսուսին է անդրել. در این آیات می‌بینیم که این آیه‌ها به ملت اسرائیل نوشته شده ولی این واقعا برای اون کسانی است که عیسی را قبول دارند. Իսկ Սիոնը դա եկեղեցու խորհուրդն է, ولی سیون تمثیلی از کلیسا هستش որ ասում է, որ էլ քո մեջ չպիտի մտնի անթլփատը եւ անմաքուրը, պիղծը. و میگه در تو دیگر اون که نجسه نباید وارد به این چیز بشه اورشلیم بشه Եվ գիտենք, որ երկնքի արքայություն միայն սուրբերը պետք է գնան, و میدونیم که در پادشاهی خدا فقط مقدسین وارد میشن որոնք ամբողջապես մաքրված, մեղքը մերժած, که اونا کلا تمیز شده و از گناه آزاد شدند ջերմակ հանդերձները հագած. و لباسهای سفید پوشیدند Եվ 7-րդ խոսքը ասում է, ինչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում. و آیه هفتم میگه چه خوشایند پاهای کسانی که مژده صلح و رسول انجیل را منتشر میکنند Բարիք ավետում փրկություն քարոզում, و پیروزی را اعلام میکنند و به صهیون میگویند որ ասում է Սիոնին քո Աստվածը թագավոր է, خدا پادشاه شماست Փառք Տիրոջ. شکر بر خدا Իսկ 11 խոսքը و آیه 11 ասում է հեռացեք այնտեղից դուրս եկեք. میگوید از اونجا دور بشین از اونجا بیرون بیاییم Պիղծ բանի մի դիպչեք. به چیزهای نجس دست نزنیم Դուրս եկեք նրա միջիցը մաքուր եղեք. از اون بیرون بیاییم و مقدس باشیم Ով Տիրոջը սпасները գրողը. اون کسانی که لباس که تزیینات خدا را حمل میکنیم Որովհետև հապճեպով չպիտի դուրս գաք եւ փախչելով չեք գնալու. که با عجله نباید بیرون بیاییم و مثل فراری ها بیرون نمیاییم Այլ Տերը պետք է գնա ձեր առաջից بلکه خدا از پیش شما باید راه برود եւ ձեր թիկնապահը Իսրայել Աստվածն. و حامی شما خدای اسرائیل خواهد بود Հիմա խոսքն եղա, որ առանց ծանոթի ոչ մեկը ոչ միտեղ չի կարող մի գործ, մի հաջողություն գտնել. و کلام این بود که بدون آشنا بدون کمک کننده هیچ کس نمیتونه کاری از پیش ببره
Առավել ևս երբ որ օտար երկրում ես գտնվում, مخصوصا وقتی که در کشور بیگانه ای هستیم անպայման ծանոթություն ապել։ حتما کمک کننده لازم است Հիմա Եսայի մարգարեության 59-րդ գլուխ در اشیا 59 12-ից մինչև կարդամ երկակը կարդամ էլի մինչև 21-ը 12-ից 21-ը կարդամ որովհետև շատացել են մեր հանցանքները քո առաջին եւ մեր մեղքերը վկայում են մեզ դեմ որովհետև մեր հանցանքները մեզ հետ են եւ մենք մեր անօրենությունները գիտենք հանցանք են գործել եւ ուրացել ենք Տիրոջը եւ խոտորել ենք մեր Աստծուն հետևելուցը բռնություն եւ ապստամբություն ենք խոսել եւ մեր սրտերումը փուչ բաներ մտածել եւ դատաստանը ետ է դարել եւ արդարությունը հերվանց կաննել որովհետեւ ճշմարտությունը գլորվում է հրապարակումը եւ ուղղությունը չի կարողանում ներս մտնել ճշմարտությունը աներևույթ է դառնում եւ չարությունից հեռացողը կողոպտվում է եւ Տերը տեսավ եւ սա չար երևցավ նրա աչքի առաջին որովհետեւ իրավունք չմնաց եւ տեսավ որ մարդ չկար եւ զարմացավ որ միջնորդ չկար եւ նրա բազուկը օգնեց նրան եւ նրա արդարությունը նրան նպաստեց եւ նա հակավարդարությունը զրահի պես եւ փրկության սաղավարտը իր գլխին եւ վրեժ խնդրության զգեստը հակավ իբրև պատմուճան եւ նախանձն իր վրա առա վերարկուի պես գործերին համեմատ հատուցում է տալու բարգություն իր հակառակորդներին հատուցում իր թշնամիներին եւ կղզիներին իրենց վարձքը պետք է հատուցանե եւ պիտի վախենան Տիրոջ անունից արևոթքից եղողները եւ նրա փառքիցը արևելքից եղողները երբ որ թշնամին գետի պես գա Տիրոջ հոգին նրան կփախցնե եւ փրկիչ պետք է գա Սիոնի համար եւ Հակոբի մեջ հանցանքից եւ դարձնողների համար ասում է Տերը իմն էլ ուխտը նրանց հետ սա է ասում է Տերը իմ հոգին որ քեզ վրա է եւ իմ խոսքերը որ դրել եմ քո բերանումը պիտի չպակասեն քո բերանից եւ քո զավակների բերանից եւ զավակների բերանից ասում է Տերը այսպես մինչև հավիտյան حالا از آیه 12 تا آیه 20 یا بیشتر براتون می‌خونم ای خداوند گناهان بیشماری بر ضد تو مرتکب شده ایم و خطاهای ما گواهی است که بر ضد ما و خود من از اونها کاملا آگاه هستیم اما علیه تو شوریده ایم تو را رد کرده ایم و از پیروی تو خودداری نموده ایم ما به دیگران ستم و روا داشته ایم از تو دور شدیم افکار مقالات و گفتار ما ناراست است عدالت به عقب رانده شده و نیکویی نمیتواند نزدیک شود در پیش چشمان همه حقیقت منحرف شده و جایی برای صداقت وجود ندارد اونقدر صداقت کم شده که اگر کسی دست از شرارت بردارد خودش هدف شرارت قرار میگیرد خداوند اینها را دیده است و از اینکه عدالت نیز ناخشنود است او در عجب است که کسی به یاری ستمدیدگان نمی رود از این رو او با قدرت خودش برای رهایی آنها می رود و پیروزی را به دست می آورد و عدالت را مانند زره برتن کرده و پیروزی را مانند کلاه خود بر سر گذاشته او خود را با اشتیاق شدید برای اصلاح تنبیه انتقام از کسانی که باعث چنین ستمی بر قوم خدا شده‌اند آماده کرده است او دشمنان خود را حتی اونهایی را که در سرزمین‌های دوردست زندگی می‌کنند متناسب با اونچه که مرتکب شدند مجازات خواهد کرد همه از شر و غرب از او و از قدرت عظیم او در هراس خواهند بود او مثل رودی خروشان و مانند بادی شدید خواهد آمد خداوند به قوم خود میگوید من به اورشلیم خواهم آمد تا از تو حمایت کنم و تمام کسانی که از گناهان خود توبه میکنند نجات دهم
و من با تو پیمان می‌بندم که قدرت و تعلیم خود را تا به ابد به تو بدهم در عوض تو باید از من اطاعت کنی و به فرزندان و نوه‌های خود بیاموزی که همیشه مطیع من باشند Ամեն։ آمین Արտերոջ։ Եվ այստեղ տեսնում ենք, որ Աստված ասում է ես եկա եւ մի մարդ չկար, մի արդարություն գործող, մի միջնորդ Աստծո եւ մարդկանց միջեւ։ و اینجا می‌بینیم که خدا میگه من اومدم که عدالت را برقرار کنم و هیچ کسی نبود که کمکی بکنه یک واسطه ای نبود Չէ որ տաճարները կար, քահանաները կային, ծառայում էին, բայց ոչ մեկը արդարության չէր ծառայում, միջնորդ չէր։ با اینکه کاهنان بودند معابد بودند و همه بودند ولی هیچ میانجی در میان نبود Եվ իրոք Աստված տեսավ այս ամենը եւ իրեն համար շատ գեշ երևաց։ و خدا این همه را دید و برای خودش خیلی عجب اومد خیلی بد بود Եվ ուղարկեց աշխարհ իր միածին որդին, و پسر یگانه خوب را فرستاد به دنیا որ նա դառնա մեր միջնորդը։ که اون واسطه و میانجی ما باشه Եվ այդ գործը արդեն կատարված է 2000 տարի առաջ։ و این کار انجام شده در 2000 سال پیش Եվ հիմա ինչքանով ենք ես եւ դու ծանոթ, մոտիկ այդ միջնորդին։ حالا ما چقدر نزدیک و آشنا هستیم با این میانجی Այսօր շատ մեծ, ասենք, թագավորների մոտ մտնելու կամ երկրի ինչ-որ մի ղեկավարի մոտ մտնելու համար թույլ չեն տալի, ասում են կողմնակի մարդկանց մուտքը արգելված է։ امروز پیش پادشاهان پیش رؤسا رفتن خیلی مشکله که باید میانجی باشه میگن موانعی وجود داره Եթե դու ծանոթ ունես այդ օրգանիզացիայում, اگه تو در اون سازمان آشنایی داشته باشی այդ ծանոթը կարող է քեզ համար միջնորդել եւ դու մտնես տվյալ, ասենք, ղեկավարի մոտ եւ հարցերը լուծվի։ Կամ անգամ հենց այդ միջնորդը կլուծի այդ و հարցը։ اون آشنا میتونه تو را کمک کنه که وارد اونجا بشی و مسئله تو حل کنی Անգամ ես հիշեցի Սուրբ գրքից, երբ որ Հիսուսին բռնեցին տարան չարչարելու, حتی من از کتاب مقدس به یادم وقتی که عیسی را برای رنج دادن میبردن پیش قیافیا երբ որ Պետրոսն ու Հովհաննեսը գնացին, Պետրոսը գնաց Հիսուսի հետևից, وقتی پتروس دنبال عیسی رفت եւ այդտեղ դուռը փակ էր, ուրիշ մարդկանց չէին թողնում։ در بسته بود و هیچ کس رو نمیگذاشتن تو بره داخل Եվ այնտեղ ասում է այդ դռնապանը ծանոթ էր, و این مسئله رو میگه که اون داربان نزدیک بود و یوحنا یه چیزی گفت و پتروس رو به داخل برد երբ որ խոսեցին դռնապանը ներս թողեց։ وقتی با دربان صحبت کردن اون را آزاد گذاشت Այդպես էլ երկնքի արքայության դռները բաց են նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսին իրենց համար միջնորդ ունեն։ همینطور هم دروازه های ملکوت خدا برای کسانی باز است که آشنایی صمیمی مثل عیسی مسیح دارند Հռոմեացիների 3-րդ գլուխ 23 խոսքերից կարդում եմ մինչև 27։ در رومیان باب 3 بود خسکره 23-ից մինչև 27։ از 23 تا 27 Որովհետև ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքիցը պակասված են։ Ձրի են արդարանում նրա շնորհքովը այն փրկության ձեռով, որ Հիսուս Քրիստոսումն է, որին Աստված առաջից սահմանեց խավություն լինելու համար, հավատալով նրա արյունովը, որ իր արդարությունը ցույց տա այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար, Աստծո ներելու ժամանակին, որ իր արդարությունը երևցնի այս ժամանակումը, որ ինքը լինի արդար եւ արդարացնող նրան, որ Հիսուսի հավատքիցն է։ رومیان 3:23 همه گناه کردند و از جلال خدا محرومند اما با فیض خدا همه به وساطت عیسی مسیح که اونان را آزاد می‌سازد به طور رایگان نیک محسوب می‌شوند زیرا خدا مسیح را به عنوان وسیله‌ای برای آمرزش گناهان که با ایمان به خون او به دست می‌آید در مقابل چشم همه قرار داده و با این کار خدا عدالت خود را ثابت نمود زیرا در گذشته به سبب بردباری خود گناهان آدمیان را نادیده گرفت تا در این زمان عدالت خدا کاملا به ثبوت برسد یعنی ثابت شود که خدا عادل است و کسی را به عیسی مسیح
میارد نیک میشمارد Եվ մենք այնպեսին մի միջնորդ ունենք, و ما اونطور میانجی داریم که երկինքների երկինք հորաչումը նստած, که در آسمان با آسمان‌های آسمان در دست راست خدا որ نشسته միշտ բարեխոսություն է անում, که همیشه برای ما شفا مثلا. میکنه برای ما شفاعت میکنه եւ գրված է, երբ որ թշնամին գետի պես գա, و نوشته شده وقتی که دشمن مثل رودخونه سیلابی بیاید Տիրոջ հոգին նրանք փախցնեն, روح خدا روح القدوس اونا فراری میده որտեղ էլ որ լինենք, Ժորժ ջան, هر جا که باشیم ای ملت عزیز որ երկրում էլ որ լինենք, هر کشوری هم که باشیم մեկ հատ թշնամին այնտեղ էլ է հասնելու, دشمن همونجا به دستش میرسه որովհետեւ այդպես գրված է վերջի ժամանակները ամբողջ երկրի վրա برای اینکه نوشته شده در زمانهای آخر در تمام سراسر دنیا թշնամին որն է սատանան, که دشمن ما که شیطانه միշտ ծրագրեր է մտածում ինչպես վնասի Հիսուս Քրիստոսի զավակներին, همیشه برنامه‌های مضر و ضرر دهنده برای فرزندان خدا داره համար ասում է չվախենան, برای اینکه خدا میگه که نترسین Իսրայել Աստվածը քո արշավից է գնալու خدای اسرائیل از جلوی تو خواهد رفت եւ Իսրայելի Սուրբը քո հետևից քո պաշտպանն و լինի։ قدوس اسرائیل از تو از همه جا از همه طرف مواظبت خواهد کرد Հարց Տիրոջը شکر بر خدا եւ մենք այսօր հնարավորություն ունենք ամեն անգամ որպես մեր միջնորդ Հիսուս Քրիստոսը و امروز ما امکان داریم که همه وقت به وسیله میانجی ما عیسی مسیح մեր բոլոր հարցերը, մեր բոլոր խնդիրները մեր միջնորդի միջոցով որպեսզի լուծում تمام գտնեն։ مسائل بحران تمام مسائل حل نشدنی رو به وسیله عیسی مسیح بیاریم و اون مسائل رو میتونه حل کنه Որտեղ միշտ հրամանը երկնքից է գալիս برای اینکه همیشه فرمان نجات از آسمان میآید եւ այն ինչ որ պիտի կատարվի, եթե Աստված չի հրամայել, ոչ մեկը չի կարող կատարել։ اون که باید انجام بشه اگر خدا فرمان نداده باشه انجام نمیشه Հիմա հայտնության գրքի մեջ در کتاب مکاشفه հայտնության 12-րդ գլուխ در مکاشفه 12 12-րդ գլուխ 15 խոսքում مکاشفه 12 15 13-ից 15 կարգը 12 15 Եվ երբ որ տեսավ վիշապը թե վայր գծվեցավ երկրի վրա ընկավ այն կնկա հետևից որ արու զավակը ծնեց եւ այն կնկան երկու մեծ արծիվի թև տրվեցավ որ թրջի անապատն իր տեղը ուր որ կերակրվում են մի ժամանակ եւ ժամանակներ եւ կես ժամանակ օծի երեսիցը եւ օծն իր բերանից է գետի պես ջուր թափեց այն կնկա հետևից է որ նրան ընկղմվե եւ երկիրն օգնեց այն կնկանը եւ երկիրն իր բերանը բացեց եւ այն գետը կուլ տվեց որ վիշապն իր բերանից թափեց همین که اژدها فهمید که به زمین انداخته شده است به دنبال زنی که پسری به دنیا آورده بود رفت اما به اون زن دو بال عقب بزرگ داده شد تا به سوی مکانی که در بیابان برایش آماده شده بود پرواز کند و مدت 3 سال و نیم در اونجا دور از دسترس مار نگاهداری شود مار به دنبال اون زن سیلابی از دهان خود جاری ساخت تا بر جریان اون او را بشوید و ببرد اما زمین به کمک او آمد دهان خود را گشود و سیلابی که اژدها از دهان خود جاری ساخته بود فرو برد Հարտիրոջ տեսնում ենք որ Աստծո պաշտպանությունը իր եկեղեցու վրա կա و شکر بر خدا ما میبینیم که محافظت خدا برای کلیسای خودش همیشه وجود داره որ Աստված կարող է իր եկեղեցուն պաշտպանել անգամ տանել անապատ այնտեղ կերակրել خدا میتونه کلیسای خودش رو محافظت کنه حتی اونو در بیابان ببره و در اونجا سیر کنه و غذا بده եւ ասում է օծիր բերանիցը գետի պես ջուր թափեց որ խեղդի و میگه که مار از دهان خود سیلابی برآورد که اون کودک از بین ببره բայց երկիրն օգնեց ولی زمین کمک کرد այդ երկիրը ոնց օգնեց դա Աստծո հրամանն էր
و این زمین چطور کمک کرد از فرمان خدا بود Եվ ասում է արդեն վիշապն էլ դրանից զայրացավ, անցավ մյուս զավակների հետևից։ و مار عصبانی شد وقتی کاری از دستش نمیاد رفت به دنبال فرزندان دیگر خدا Որոնք Աստծո պատվիրանքներն են պահում եւ Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն։ اونایی که وعده های خدا فرامین خدا رو نگاه میدارن و فرزندان عیسی مسیح هستند Բարձիրոջ, մենք այնպիսի միջնորդ ունենք, որ ինքը երկնքում մենք երկրի վրա միշտ իր պաշտպանությունը կա, կյանքի հաղթությունը կա, شکر بر خدای بزرگ که ما اینطور محافظی داریم خدایی داریم که همیشه از ما محافظت میکنه եւ նրանք ովքեր միջև վերջ հավատարիմ են մնացել եւ այսօր էլ կան, որոնք բանտերում որտեղ են որ կան, Հիսուսի անվան համար հալածում են հավատարիմ են و մնացել։ اونایی که وفادار موندن در زندان ها در رنج ها و در سختی ها وفادار موندند Որովհետև նրանց համար այսպիսի խոսք է գրված, برای اونا اینجور کلماتی نوشته شده նույն հայտնության 12-րդ գլուխ 10-11 խոսքերը։ در همون 12 مکاشفه 12 آیه هاشون بکنیم 10-12 اونگاه صدای بلند در آسمان شنیدم که میگفت اکنون نجات و قدرت و سلطنت خدای ما رسیده است و مسیح از او قدرت به دست گرفته است و کسی که مدعی ایمانداران بود و شب و روز اونان را در برابر خدای ما متهم میساخت از آسمان بیرون رانده شده است این ایمانداران با خون بره و با شهادتی که به زبان می آوردند بر او چیره شدند زیرا اونها حاضرند جانهای خود را فدا کرده و بمیرند تصمیم کنم کردم Եվ ասում մեծ ձայն լսեցի, որ ասում էր երկնքում է հիմա փրկությունը եւ զորությունը եւ թագավորությունը եղավ մեր Աստծուն եւ իշխանությունը եղավ նրա օծյալին։ Դա այն միջնորդն է, որ ما صدای شدم از آسمان که میگه صلح و سلامتی پادشاهی از آن عیسی مسیح شد եւ ամեն թագավորություն, իշխանությունը տրվեց այս Իրան و تمام قدرت و حکمت و حرمت به او داده شد եւ վայր գծվեցավ եղբայրների չարախոսը و بیرون پایین انداخته شده بود اون که در مورد برادران بدگویی میکرد որ միշտ չարախոսում էր که همیشه برای برادران قضاوت و بدگویی میکرد դրված է գիշեր ու ցերեկ نوشته شده شب و روز բայց նրանք հաղթեցին ولی اونا پیروز شدن գարան արյունովը غسل خون بره եւ վկայության խոսքովը با کلام شهادت خودشون եւ իրենց կյանքն էլ չսերեցին ինչեւ վերջ و زندگی خودشون رو تا آخر هم دوست نداشتن դա համար այսօր մենք Քրիստոսի կյանքը պետք է սերենք و برای این امروز ما زندگی عیسی را دوست داشته باشیم եւ ինչպես հաղթեցին եւ հաղթությունը նրանց տվեց սպիտակ հանդերձներ հագնելը چطور اونا پیروز شدن و پیروزی اونها باعث شد که لباسهای سفیدی بپوشن Եղբայրներ ջան, քույրեր ջան, մենք պետք է գնանք այն ընթացքի մեջ, հասնենք այն վիճակին, որ մեր հանդերձները պետք է սպիտակ լինեն برادران خواهران عزیز ما باید از اون راهی از اون مسیری مسیر رو طی کنیم که لباسهای ما سفید باشه و این نشانه قدوسیت مقدسین است Տեսեք Զաքարիայի մարգարեության 3-րդ գլուխ در نبوت زکریا باب سوم առաջի խոսքից մինչև 5-րդ խոսքը آیه 1 تا 5 لطفا یکیتون بخونین من بخونم. زکریا 3 1 تا 5 تو կարդա Եվ նա ինձ ցույց տվեց մեծ քահանա Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջին, եւ Սատանան կանգնել էր նրա աջ կողմին նրան հակառակելու համար, եւ Տերն ասեց Սատանային. Տերը քեզ հանդիման է, ով Սատանա,
Եվ Տերը քեզ հանդիման է, որ ընտրել է Երուսաղեմին։ Միթե սա կրակից են ազատված խանձող չէ։ Եվ Հեսու կեղտոտ հագուստներ էր հագել եւ կանգնել հրեշտակի առաջին, եւ նա պատասխանեց ու ասեց իր առաջը կանգնողներին, թե հեռացրեք նրա վրայից այդ կեղտոտ հագուստները, եւ նրան ասեց. Տես, ես քո վրայից վեր առա քո անօրենությունը եւ քեզ պատվական զգեստներ եմ հագցնում։ Եվ ես ասեցի, որ նրա գլխին մաքուր խոյր դնեն եւ մաքուր խոյրը դրի նրա գլխին եւ հանդերձներ հագցրին նրան եւ Տիրոջ հրեշտակը կանգնացեր։ زکریا 3 آیات 1 تا 5 آنگاه او یهوشع کاهن اعظم را به من نشان داد که در حضور فرشته خداوند ایستاده بود و شیطان به جانب راست یهوشع ایستاده بود تا او را متهم کند. خداوند به شیطان گفت ای شیطان، خداوند تو را توبیخ کند. خداوند که اورشلیم را برگزیده است تو را توبیخ کند. آیا این مرد چوب نیمسوزی نیست که از میان آتش برگرفته شده است؟ یهوشع جامعه چرکین بر تن به حضور فرشته ایستاده بود. فرشته به کسانی که در برابر یهوشع ایستاده بودند گفت جامعه چرکین از تنش به در آورید و به یهوشع گفت اینک تقصیرت را از تو بیرون کردم و جامعه فاخر بر تو خواهم پوشانید. نیز گفت دستاری طاهر بر سرش بگذارند. پس دستاری طاهر بر سرش نهادند و جامه بر تنش کردند و فرشته خداوند ایستاده بود. آمین. Հիմա ինչու սատանան կարողացավ գալ կանգնել ու չարախոսել Հեսուի համար։ حالا Հակառակը։ چرا شیطان توانست که بیاد پیش این مرد مقدس و قضاوت کنه و بدگویی کنه؟ Տեսնում ենք, որ Հեսուն կեղտոտ հանդեսներ ուներ։ میبینیم که یهوشع لباسهای کثیف داشت. Այդ կեղտոտ հանդեսների խորհուրդը դա անօրենությունն է, մարդու մեջի մեղքն է, մեղավոր վիճակն է։ و این لباسهای کثیف نشانه گناهان و بیقانونی انسانه، کارهای بدش. Այդպես էլ մեզ ամեն մեկից, երբ որ Հիսուսը կանչել է եւ մենք գնացել ենք, սատանան իսկ սկսել է չարախոսել։ همینطوره برای یکی که ما وقتی عیسی ما را خوانده و ما دنبالش رفتیم و شیطان شروع کرده به بدگویی و قضاوت. Բայց Աստված մատը դրել է իմ ու քո վրա, ասել է դու իմն ես։ ولی خدا انگشتش را بر ما گذاشته و میگوید تو مال من هستی. Եվ այդ հրամանը եղավ, ասեց, հանեցեք նրա վրայից այդ կեղտոտ հանդեսները։ و فرمانی از بالا اومد که گفته لباسهای کثیف از اون در بیاریم. Այսինքն մեր մեղքերը ներեց, հեռացրեց մեզանից։ یعنی گناهان ما را بخشید و از ما دور کرد. Դա մեր միջնորդ Հիսուս Քրիստոսի ձեռով է եղավ։ و این به وسیله میانجوی ما عیسی مسیح انجام شد. Եվ ավելի պատվական հանդեսներ խոյրը դրեց و Հեսուի գլխին։ لباسهای تمیز و با ابهتی به ما پوشانید. Խոյրը գիտենք դա քահանաները իրանց գլխին են դնում, հատուկ գլխարկա, որ մենակ քահանաներն օգտագործում։ اون یک کلاه با شکوهی بود که کاهنان بر سرشون می‌گذاشتن Եվ հանդեսներն էլ քահանական հանդեսներ و اون لباسهای هم لباسهای کاهنان بود که مقدس بود. Եվ այն պաշտոնը, որ Աստված Հեսուին տվեց մի նպատակի համար։ و اون مقامی که خدا به یشوع داد برای یک هدف مخصوصی بود. Եվ հրեշտակը այդպես վկայեց Հեսուին ասեց. Այսպես է ասում զորած Տերը, و فرشته اینطور شهادت داد و گفت اینطور میگه خدای بزرگ، خدای متعال، եթե իմ ճանապարհներով գնաս, اگر با راههای من بروی، եւ եթե իմ պահպանությունը պահես, اگر وعده های من پاپانتون چی میشه؟ وظایف چطور؟ وظایف اگر وظایف منو درست اجرا کنید. فرامین من رو اجرا کنی، انجام بدی، Այն ժամանակ դու էլ իմ տունը կդատես, اون وقت هم تو اینطور میکنی. سرپرست تمام خانه خود. اصلا
Եվ իմ սրահներն էլ կպահես, و در خانه های مرا نگه می‌داری եւ ես քեզ ընթաց կտամ այս կանոնների մեջ։ و من به تو مقام میدم در میان اینها که در مقابل من وایسادن Եվ տեսեք, նրանք ովքեր որ գալիս են Քրիստոսին و می‌بینیم اونا که به عیسی مسیح میان եւ իրենց անօրենությունն է թողնվում, իրենց զղջումն են բերում, که گناهان اونا توبه گناهان اونا بخشیده میشه Հիսուս Քրիստոսը նրան դնում է որպես իրան ծառայության համար, و عیسی مسیح اونا میگماره برای خدمتش որ այն ժողովուրդը, որին պետք է քարոզվի, սովորեցնի, որ այդ ծառայողը լինի մաքուր, անարատ, սուր, արդար, که این موضع کننده یا خادم که باید برای عیسی خدمت کنه باید تمیز و مقدس باشه որովհետև Աստված այդպեսին է եւ ուզում է իրեն սпасավորնել այդպեսին լինի։ و اینکه خدا مقدسه میخواد که خادم خودش هم مقدس باشه Տերը թող օրհնի, որ մենք այսօր այս գործի մեջ ենք եւ ինչ որ հարցեր կան, ինչ որ դժվարություններ կան, ինչ որ ծանրություններ կան, այդ ամենը բերեն Քրիստոսի առջև։ خدا برکت بده و هرچه سختی ها دشواری ها و چیزهایی که مانع ایمان ما میشه بیاریم پای عیسی مسیح که از ما تمیز کنه دور کنه Տերը թող օրհնի այս ամենի մեջ خدا برکت بده در همه وقت همه جا եւ ես հավատում եմ, որ մեր գործը կհաջողվի و من ایمان دارم که این کاری که با خدا گرفته ایم موفقیت پیدا میکنه որտեղ մենք սիրում ենք Աստծուն, برای اینکه ما خدا را دوست داریم այն միջնորդը Հիսուս Քրիստոսը ամենքիս համար و اون میانجی که عیسی مسیح که برای همه ما میانجیگری میکنه եւ իր պատվիրաններն ենք սիրում ու կատարում։ و فرامین اون را دوست داریم و انجام میدیم Աստված օրհնի ձեզ։ خدا برکتتون بده آمین. آمین آمین